Հայաստան! Հայաստան! Հայաստանը մեր բոլորի տունն է։ Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած 650-ից ավելի մարզիկներ մայր հայրենիքում։ Նրանց բոլորին միմյանց շուրջ է համախմբել համահոմենթմենական 9-րդ մարզախաղերին մասնակցելու ցանկությունը։ Բուռն ոգևորություն, հանդիսավոր մթնոլորտ, տոնական շունչ։ 4 տարվա ընդմիջումից հետո համահայկական սպասված ու նշանակալից մարզախաղերի մեկնարկն այլևս ազդարարված է։ Թմբուկների զարկերի ներքո հանդիսավոր շքերթով Ազատության հրապարակ են մտնում մարզախաղերի մասնակից 19 պատվիրակությունները։ Եվ այսպես, Ազատության հրապարակ են հրավիրում համահոմենթմենական 9-րդ մարզախաղերի մասնակից պատվիրակություններին։ Նախադեպը չունեցող համահայկական այս միջոցառումն անցկացվում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական հովանավորությամբ։ Պատահական չէ, որ համահոմենթմենական 9-րդ մարզախաղերի պատվավոր նախագահությունը ստանձնել է հենց հայրենական սպորտի ղեկավարն ինքը։ Ողջունելով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած մեր հայրենակիցներին, Գագիկ Ծառուկյանը նշում է, որ այս միջոցառումը կարևոր է ոչ միայն մարզական, այլև ազգային միասնության ամրապնդման եւ հայապահպանության տեսանկյունից։ Սիրելի հայրենակիցներ, քույրեր եղբայրներ, առաջին հերթին ուզում եմ իստեղ ողջունել ձեր բոլորին համահոմենթմենական 9-րդ մրցաշարի բացման կապակցությամբ։ Սիրելի հայրենակիցներ, իրոք սա մեծ իրադարձություն է, ոչ թե մարզաշարի համար, մեծ իրադարձություն է համահայկական գաղափարների տարածման, ազգի միասնության ամրապնդման համար։ Այսօր Հայաստանը ժամանել 18 երկրներից հազարավոր մեր հայրենակիցները։ Սիրելի հայրենակիցներ, դուք քույրեր չեք այստեղ։ Սա այսօր ձեր հայրենիքն է, հայ ժողովրդի հայրենիքը մեկն է, որը դուք այսօր այստեղ եք։ Հայրենիքը չի լինում հերո եւ մոր, հայրենիքը չի լինում հարուստ կամ աղքատ, կամ ձևական։ Դրա համար իմ ցանկությունն է, որ համահայկական ամեն մի միջոցառում, մեծ միջոցառումները անցկացվեն Հայաստանում։ Ես շնորհակալ եմ կազմակերպիչներից, որոնք այդ մրցաշարը կազմակերպել են, որոշել են անցկացնել Հայաստանում։ Այդ որոշմամբ էլ բարձրացել է հեղինակությունը այդ մրցաշարի եւ պատմական նշանակությունը։ Եվ ամենակարևոր այն ժամանակ են որոշում կայացրել, որ այսօր այո Հայաստանում կան չլուծված խնդիրներ եւ հուզող հարցեր, որը միայն այս միջոցառումների շնորհիվ է, որ մենք կարող ենք ոգևորել մեր ժողովրդին եւ այսօր մեզ համար ամբողջ աշխարհին ապացուցել, որ հայ ժողովուրդը միասնական չի կարող որևէ խնդիր ունենալ, որ անլուծելի լինի, որ ոչ մի այլ ուժ գոյություն չունի, որ հայ ժողովրդի միասնության դեպքում կարողանա վտանգի մեր երկիրը կամ մեր երեխաների բարեկեցությունը։ Այսօր ես շնորհակալությամբ եւ մեծ պատասխանատվությամբ ստանձնում եմ հոմենթմենքներին պատվավոր նախագահի պարտականությունները եւ խոսք եմ տալիս, որ այսուհետեւ միշտ աջակցել եմ ամեն մի հիմնական միջոցառման ծրագրի համահայկական ինչ ծրագիր որ լինի, ես աջակցել եմ, որ դա իրականություն դառնա։ Ես բոլոր մարզիկներին, մրցավարներին ցանկանում եմ արդար մրցակցություն, ազնիվ պայքար, շնորհակալություն։ 1918 թվականին հիմնադրված հայ մարմնակրթական ընդհանուր միությունն իր ավելի քան 25,000 անդամներով ունի 103 մասնաճյուղ աշխարհի 20 երկրներում։ Միության մարզախաղերն անցկացվում են 1981 թվականից 4 տարին մեկ անգամ։ Նախկինում Ստուգատեսի մասնակիցները հյուրընկալել են աշխարհի տարբեր երկրներ եւ միայն 2009-ին է նրանց հաջողվել մարզախաղերն անցկացնել հայրենի հողում։ Նախաձեռնության հեղինակներն ուրախությամբ են արձանագրում։ Նախորդ տարիների համեմատ այս անգամ թե մասնակից երկրների եւ թե մարզիկների թիվն է ավելացել։ Հայ մարմնագրթական ընդհանուր միությունը շնորհակալ է Հայաստանի Օլիմպիական կոմիտեին եւ անոր նախագահին բարոն Ծառուկյանի ցուցաբերած սերտ փորձակցության համար, ինչ որ լավագույնս կնպաստե Հայաստանը սպիրտ կապերու ամրապնդման ու զարգացման, իշահ մեր նորահաս երիտասարդության առողջ կազմավորման եւ իսպաս մեր վաղվան բայցար կալիկին։ Սպորտի մեջ բոլորը հաղթել չեն կարող, բայց իմ անկեղծ ցանկությունն է, որ բոլորդ այստեղից վերադառնաք տուն հաղթողի գիտակցությամբ եւ այն գիտակցությամբ, որ դուք Հայաստանի դեսպաններն եք։ Դուք այն երկրներում, որոնց դրոշներն այստեղ ծածանվում են, պետք է ներկայացնեք լավ Հայաստան, ապագա Հայաստան, երջանիկ Հայաստան։ Երբ թիմեցինք բարոն Ծառուկյանին, ինքը շատ մեծ սիրով ընդունեց մեր առաջարկը եւ մեր սպասածեն շատ ավելի միջոցներ դրամատրեց այս խաղերի հաջողության համար։ Մեզի համար կարևոր էր, որ առաջին անգամ լալով
մեր բատվո նախագահը Հայաստանեն հեր եւ ոչ սպյուրքեն։ Որևէ մեկ հայ անհատ, երբ որ կհավատա այս գործին եւ այսքան երդասարտություն կհավաքի հայրենիք, արդեն ադիգա հասկանվել մեծ գործ է։ Ասիգա բնական երևույթ եւ հոտ գսկաս, որ մարդ արարածը որքան գուս է, որ հայրենիքը զարգանա եւ ադոր համար միջոցները գստեղծե։ Սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ մեր մարզական ղեկավարության օլիմպիական կոմիտեի կողմից կարևորվում են համազգային գաղափարների տարածումը եւ համազգային միջոցառումների անցկացումը Հայաստանում։ Եվ նաեւ օլիմպիական կոմիտեի հովանավորությունը այս մարզախաղերին մեզ հնարավորություն է տալիս ասել, որ Հոմենտմենի մարզախաղերը մեկ կարգավիճակով բարձրացան իրենց անցկացման սկզբունքի մեջ։ Մեկ շաբաթ անընդմեջ քաղաքամայր Երևանում ամենաիսկական մարզական տոնախմբություն է լինելու։ Երիտասարդ մարզիկ-մարզուհիներն իրենց ուժերն են չափելու 8 մարզաձևերում։ Իդեպ նրանցից շատերն առաջին անգամ են հայրենիք ոտք դրել։ Ասում են եկել են ոչ թե հաղթելու կամ պարտվելու, այլ հայ լինելու բերկրանքը զգալու համար։ Հայաստանը իմ դունս է։ Ես գաբեմ գորեգուսայմը բայց Հայաստանը իմ դունս է եւ շատ ուրախ եմ ոսլալ եւ ոսամ գշանագեմ կալդարի երկու դարի վերջ տանալ Հայաստան։ Առաջին անգամն է Հայաստան եւ սա որ է որ Հայաստանը շատ անուշիկ է եւ մեծ է եւ ուրախացա որ հայրենիքս եկա եւ տեսա որ ինչքան աղվոր է եւ շատ սիրեցի հաս քաղաքը։ Ամեն օր չես գնա աշխարհի շուրջի հայերու հետ միանալ եւ Հոմենտմենի մարզիկներն հետ միանալը շատ ավելի լավ է գնաս նոր ընկերներ շինել։ Հաղթելը բայց ասիկա ավելի շատ ավելի կարեւոր է։ Միացնել հայ երիտասարդությունը։ Շնորհակալ ենք Գագիկ Ծառուկյանին, որ նա խոհանավորած է եւ պատասխանատվություն ունի նաեւ մարզականի մեջ։ Քիչեր են, որ այսպես հետաքրքրություն ունին մարզանկի համար եւ ուրախ ենք, որ միշտ դեր դիրական ունին մեր մարզիկները։ Գագիկ Ծառուկյանը իսկապես ազնիվ հայրենասեր, ասկասեր, իսկապես բացառիկ դաղանտավոր անցմն է։ Շատ սիրում եմ Հայաստանը, վերջին անգամ որ եկա 2009-ին շատ փոխվել է մինչև հիմա, շատ անուշիկ է։ Շատ ուրախ եմ հոս ալալու Հոմենտմենին խաղերում։ Ես թորջ բերել եմ ասիգա Լևոն է իմ եղբայրս, իմ անունս Լեո է, Հոմենտմեն Ավստրալիա ենք եւ ուրախ ենք հոս ալալու։ Հույսով եմ որ Ցերկը բերեմ լավ ընկերներ եւ լավ հիշադակներ։ Ընդամենը հաշված ակնթարթներ եւ ազատության հրապարակ կհասնի համահոմենտմենական 9-րդ մարզախաղերի խորհրդանշական ջահը։ Այն Էրեբունի թանգարանից տոնական երեկոյի մասնակիցներին հասցնելու պատասխանատու առաքելությունն իրենց ուսերին են վերցրել 34 մարզիկներ։ Վասկուղին Էրեբունի, Արցախ, Տիգրան Մեծ, Խանջյան եւ Թումանյան փողոցներով է։ Մարզախաղերի խորհրդանշական ջահն ազատության հրապարակում վառելուց հետո ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է. Հարգելի հայրենակիցներ, համահոմենտմենական 9-րդ մրցաշարը համարում են բացված։ Ուռա! Տոնական երեկոյի ոչ պաշտոնական մասն արդեն շարունակվում է համերգային շքեղ ու աննախադեպ ծրագրով։ Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները հայրենի երկրի կարոտը նաև հայ երգի ու բարի շնորհիվ են փորձում փարատել։ Ախուլախով չներնեի ամբացայատ մողինանան Սիրուն ձենքետ կսկիս խորատերիս ու բաղճանասերի
Մարզախաղերի բացման հանդիսավոր արարողությունն ավարտվում է գունեղ ու շլացնող հրավառությամբ։